Գարնանային սիրուն շորիկ է ձևափոխվելու իմ մոտ և այսպիսի կանթ ասեմ, լամկեկ ասեմ, թևիկներ ասեմ, ոնց ասեմ, մի խոսքով համ հնացած է, համ էլ չի համապատասխանում, ինչ ենք անում դրա փոխարեն, ուրեմն վերցնում եմ շորիկը, հանել եմ այդ կանթը, դրա փոխարեն հենց իր կտորից, ի դեպ բավականին երկար է շորը և կարճացնելու կարիք կար, այնպես որ հանգիստ կտրեցի փեշից 4 սանտիմետր, ստացվում է, որ հենց իրա կտորն է, ստացվում է, որ կտորի ու կանթի գույների տարբերություն չի լինելու, իրար հետ համապատասխանում են, մի խոսքով, այսպես շատ հասարակ կանթ եմ կարում, մի կողմից կարում եմ, իսկ միջից քաշում եմ դեպի դուրս, որպեսզի ուղղեմ կանթը, միանգամից ստացվում է, որ և կարում եմ և արդեն ուղիղ կանթը, ուղիղ թելը դուրս է գալիս, կանթը կարելուց հետո իմ ունեցած պահուստներից գտել եմ 2 հատ կանցևիկներ ծայրին անցնելու համար, մետաղական և երբ որ անցնում եմ իմ կարած թելը, ծայրերը քառանկուտ եմ անում ու անցնում եմ կանցևիկները, որպեսզի հագնել հանվելու ընթացքում հանկարծ թելը դուրս չգա քուղից, ահա այսպես անցնում եմ հելունի միջոցով, փորձեցի բուլավկայի միջոցով անցնել, բայց չստացավ, անցքը բավականին փոքր է, իսկ իմ բուլավկան անցնելու համար, իսկ փոքր բուլավկայով չես կարող հարմարեցնել, որպեսզի առաջրես, դրա համար որոշեցի հելունով օգտվել, բացի թելը կարելուց և անցնելուց նաև մեջքի ռեզինն էր լայնացել ու կարիք կար փոխելու, ռեզինը չեմ քանդել, որովհետև ռեզինը հենց կարած էր յուբկայի ու վերևի հատվածի կարի մեջ և ռեզինը փոխելու համար կարիք կլիներ նախ առանձնացնել ընդհանուր ստեղ մազ անել, հետո նոր կարել նորից և միացնել, մի խոսքով երկար կտևեր, ավելի թանկ կշնար և հարցրեցի իմ պատվիրատուին, ասեց ոչինչ, ուղղակի ներսից կարի բավական է, և այսպես տեսնում ենք վերջնական տեսքը, զգեստի փոխված է, քուղը մինչև վերջ նորմալ կարել եմ, ոչ մի օվերլոկ, գիտեք, որ ես օվերլոկի թշնամի եմ, եթե կարի դերձակը չի կարող նորմալ մոզգովյան կար կարել, ապա ինքը դերձակ չէ, օվերլոկը ընդամենը պետք է կարի ֆաբրիկան է օրում, որպեսզի ավելի արագացնեն աշխատանքը մի քանի կար չտալու համար, իսկ եթե ռեալ կյանքում դուք օվերլոկից բացի ուրիշ ոչ մի ձև չեք պատկերացնում, ես չգիտեմ որտեղ են ձեզ սովորել, դե ինչ պատվիրատուս ուրախ է, այսօր հասկանում